չի ստեղծել մարդկությանը, որ մարդը մարդուն սպանի, բայց սպանում են չէ։ Ամեն ինչ ասենք, մարդկությունը սխալ բան է, սատանայից է։ Հարցը ինչի պետք է փշերը հանես, եթե Աստված փշերով է ստեղծել ձկան, բանտ։ Ինքը տան մեջ է ամեն ինչ։ Պատվիրում է ուտում ատեղ, on-line այդտեղ ծառայություն, այդտեղ իրանք չեն բացահայտել մի բան, որ Աստված չէր ստեղծել, իրանք կոպիտ ասած ստեղծեցին։ Հեռախոսները ձեռներին Աստվածաշունչ բան, բայց այսօր շատ հովիվներ, եթե ոչ բոլորը, այդեն համակարգչով կամ բանում են։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում հարցեր հաղորդաշարն է։ Այսօրվա համար մենք ընտրել ենք թեմա արհեստական բանականությունը։ Սա մի արդի թեմա է, որ այսօր ամբողջ աշխարհի մարդկությունը առնչվում է սրա հետ։ Այսօր կուզենանք Արտուրի հետ խոսենք այս մասին, թե արհեստական բանականությունը եկեղեցում ինչ դեր ունի, ինչքանով է օգնում, ինչքանով է խանգարում, ինչը վնասակար եւ վտանգավոր հարցեր կան։ Արտուրի առաջին հարցը, ինչպես է անցյալում եկեղեցին դիմավորել հեռուստացույց, համակարգիչ, ինտերնետ, այլ գիտական առաջընթացները, քանզի որ սա նույնպես մեկ քայլ է գիտական աշխարհում, ինչպես են դիմավորել անցյալում։ Շատ վատ։ Չեմ կարծում, որ լավ են դիմավորել, միշտ մտածել են, որ հենց սատանան դա է, կամ 666-ը դա է, ու մի քանի տարիներ հետո, միգուցե տասնյակ, միգուցե մի քանի տարի հետո նոր սկսել են օգտագործել, հիմի դժվար է պատկերացնել առանց այդ քո նշված այդ բաների հեռուստացույցի գիտական, ասենք, զարգացումների կամ ասենք այդ փորձը որ կա, առանց դրա արդեն դժվար է պատկերացնել։ Այսօր առանց ինտերնետի, առանց համակարգչի մեր ծառայությունները շատ դժվար է։ Իհարկե կարելի է հետ գնալ առանց որևէ բանի, նույնիսկ մենք չենք պատկերացնում առանց էլեկտրականության։ Մենք էլ համակարգչից ենք ասում, առանց էլեկտրականության մեր ծառայությունները կիրակյորյա կամ ասենք նույնիսկ աղոթքի ծառայությունները, որ փառաբանություն կա բան։ Այսինքն մի կողմից աննկատ, բայց մի կողմից միշտ քրիտիկայով, միշտ հոգևոր մարդիկ միշտ նայում են սատանա դրա մեջ, ամեն ինչի մեջ սատանա կա։ Եղել են ցնցումներ։ Իհարկե, այս առումով։ Իհարկե։ Ինձ թվում է միգուցե որոշ հարանվանությունների մեջ միջև հիմա էլ կարա լինի, որ դա չի կարելի։ Օրինակ ինտերնետ չի կարելի կամ հեռուստատեսություն նայել չի կարելի կամ կլինեն հաստատ, ես չեմ անում, բայց կլինեն որոշակի բաներ չի կարելի, որտեվ սատանա է դա։ Բայց սենց վերցնենք, միթե ինչ որ մի զարգացում, ինչ որ մի առաջընթաց, միթե դա հենց մարդկության բարօրության համար չի։ Դե այո, գիտությունը բացահայտում է այն ինչ որ կա։ Այն ինչ որ կա, երկու տարբերակ կա, կամ սատանան է դա ստեղծել, կամ Աստված, ուրիշ տարբերակ չկա։ Դե սատանան ոչ մի բան չի ստեղծել։ Սատանան ի վիճակի էլ չի ստեղծել։ Ստեղծված է ինքը։ Ինքը մարդկության թշնամին է, ինքը ամեն ինչ անում է, որ խաթարի, փչացնի, պրոբլեմ սարքի, այլ ոչ թե օգնի, որ մարդկությունը ավելի լավ ապրի։ Իսկ ճիշտ եզրակացությունը իհարկե Աստված այդ ամեն ինչ արել։ Այսինքն, եթե վերցնենք այսօրվա հասարակության մեջ, ենթադրենք այն քարոզչական մեթոդները, որը որ կային, հենց Տեր Հիսուսը, ասենք լճի ափին, նավակի մեջից լճի ափին կանգնած ժողովրդին դիմում էր, այստեղ ակուստիկայի հարց կար եւ այլն, ավելի լսելի էր լինում եւ այլն։ Այսօր, ասենք, կան գործիքներ, որոնք օգնում են այդ նույն արդյունքը ապահովելու համար, այսինքն կարանք մենք ավելի ճիշտ տեսանկյունից նայենք, օգտավետության տեսանկյունից։ Ասենք թե հեռուստատեսությունը կամ հեռուստացույցը ինքը կամ ասենք ինտերնետը կամ համակարգիչը, իրանք նեյտրալ են։
ինքը իրանով որևէ վտանգ չի ներկայացնում։ Գործիք է դա ուղղակի։ Ասենք տան մեջ եթե հերոստատեսություն կա, հերոստացույց կա կամ համակարգիչ կա, նա ոչ մարդ է սպանում, ոչ մարդ է ստեղծում, ոչ նա ուղղակի գործիք է։ Համ այդ գործիքը ոնց է օգտագործում, արդեն դա ուրիշ բան է։ Բայց ասեմ ավելին, այն բնական բաները, որ Աստված ստեղծել է, օրինակ մարդկությունը Աստված ստեղծել, չի ստեղծել մարդկությանը, որ մարդը մարդուն սպանի։ Բայց սպանում են, չէ՞։ Համ ինչ ասենք, մարդկությունը սխալ բան է, սատանայից է։ Կամ ասենք նույնիսկ սեռական, ասենք հարաբերությունների մեջ ինչքան պղծություններ կա, ինչքան բաներ կա, ու եղել են դարերով։ Այո։ Ասենք միշտ էլ եղել են վատ, ոչ ճիշտ հարաբերություններ, դա չի խոսում նրա մասին, որ մարդը վատնա։ Դա խոսում է, որ այն ինչ որ Աստված ստեղծել է, կարաս լավ օգտագործես, վատ օգտագործես։ Նույնը համակարգիչն է, նույնը ամեն ինչն է։ Այսօր ամբողջ աշխարհի կյանքը անհնար է պատկերացնել առանց համացանցի, առանց ինտերնետի։ Այո։ Ամեն ինչը կապված է ինտերնետի հետ, համացանցի հետ։ Այո։ Այ եկեղեցու հարցում համացանցը օգնում է եկեղեցուն, թե վնասում է։ Էլի նայած եկեղեցին ոնց է օգտագործում, բայց այսօրվա կյանքում, օրինակ մեր եկեղեցին վերցնենք ու մեր նման, ասենք, որտեղ մենք լինում ենք, անփոխարինելի է ուղղակի։ Առանց համացանցի էլ արդեն մեր, ասենք, լայֆերը կամ մեր, ասենք, ծառայությունները, մեր էլ եմ ասում, իհարկե մենք կարանք այդ ամեն ինչը թողենք, դառնանք, ասենք, ամիշ ժողովուրդ, ոնց որ Ամերիկայում կա, կարգերով, որևէ էլեկտրականություն չարվի, այդ ձև կարելի է անել, բայց իմաստը դրա, ասենք, ինչ, ում է օգնելու դա։ Ընդհակառակը, նույնը կենցաղում է, օրինակ լվացքի մեքենաները չլնեն, կանայք էլի վերցնեն լվացքը, գնան գետում, մի ամբողջ օր կամ կես օր տրամադրեն դրան, որ ընդամենը մի կոճակի սխմելով, հպումով կամ չգիտեմ, դա արվում է։ Եթե դա օգնում է մարդկությանը, ինչի չօգտագործես։ Իսկ այն հնարավոր է, որ եկեղեցին, եկեղեցու մասին ենք խոսում, այդ նույն համացանցը օգտագործի վնասակար ձևով։ Դե եկեղեցին, եթե ասում ենք, այո, եկեղեցին, եթե ասում ենք ժողովուրդը, դա ժողովուրդն է, ժողովրդից ամեն մեկը իր ընտանիքում ոնց է օգտագործում, ինքը պետք է նայի ինչի համար է օգտագործում։ Բացարձակ մենակ հոգևոր բաների համար մենք չենք օգտագործում համակարգիչը։ Մեր երեխաները դրա միջոցով դասերն են անում, ուղարկում են, բերում են, այսինքն մենակ հոգևորը չի։ Այսօր շատ Բելգիայում շատ նամակներ էլ չկա, սովորական նամակներ, այլ բոլորը համակարգչի միջոցով է։ Պետական, ասենք, այդ համակարգից, երբ որ մենք ինչ-որ բան ենք ստանում, բոլորը համակարգչի միջոցով է արդեն։ Այսօր հանդիպում նշանակելը շատ բաներ արդեն ինտերնետով է։ Այսինքն մեր կյանք այնքան է մտել դա ու դեռ մտնելու է ավելի, որ ուղղակի առանց դրա մենք միգուցե չպատկերացնենք ոնց կարող է դա լինի։ Իսկ այ օրինակ եթե ասենք անհատից գնանք հենց եկեղեցին որպես մեկ միավոր, եկեղեցին կարա հաղորդումներ կամ քարոզներ կամ նմանատիպ ինչ որ հեռուստատեսային ֆորմատը օգտագործի սխալ նպատակներով կամ վնասակար նպատակներով։ Քիչ հավանական է, որտեղ եկեղեցին ինչի պիտի դա անի, ի վնաս իրա։ Դա ուրեմն հիվանդություն կա, ուրեմն մի բան կա, նկատի ունեմ մթնոլորտ անառողջակ կամ եթե դա արվի, ասենք ոչ ճիշտ վարդապետական կամ էթիկայի կանոններին դեմ կամ օրինակ կոչ անի բոլոր հավատացյալներին, ասենք եկեղեցու նպատակը նայի, որ ինչքան հնարավոր է ուրիշ եկեղեցիների մարդկանց ներգրավի իր ծրագրերի մեջ, որ ֆինանսավորեն, որ նման բաները դա ճիշտ չի։ Իհարկե ձև ինքը կարա
սխալ օգտագործի ու դա արվում է ու դա միշտ է եղել։ Օրինակ ավետարանում միշտ է ասում զգուշ եղեք չար վարդապետ կամ ասենք հա ոչ ճիշտ սխալ վարդապետներից մարգարեներից եւ այլն միշտ դարերի ընթացքում ուղղակի հիմա դա անգամներ բազմապատկվել է որովհետեւ ամեն մարդը մի արդեն ասենք Facebook, ինտերնետ, YouTube եւ այլն ու լսում է եթե ոչ տասնյակ նույնիսկ ավել մարդկանց ասենք ամսվա ընթացքում կամ տարվա կտրվածքով որ առաջներում քիչ է եղել կամ շատ սահմանափակ է եղել դա այդ ազդեցությունը բայց հիմնականում եկեղեցին դա օգտագործում է ու պետք է օգտագործի ասենք ճիշտ ավետարան այո ճիշտ նպատակներով ու հիմնականում ասենք ես ոնց նայում եմ եթե ոչ ծուր մտքեր ունի ճիշտ օգտագործվում ամենայն դեպս դիտողը պետք է ու քրիստոնյա դիտողի մասին ենք խոսում պետք է զգույշ լինի հա ասենք ինչ է դիտում ինչ նկատառումներ ունի տվյալ ինչ տեսանյութը եւ այլն պետքա միշտ պետքա մենք այդ օրինակն ենք ասում ձուկ ուտելուց պետքա փշերը հանես հարց ինչի պետքա փշերը հանես եթե Աստված փշերով է ստեղծել ձկան ուղղակի խեղդվելու ես ուղղակի դա այսինքն նույնիսկ այն ինչ որ ուտելիք է էլի պետքա զգուշ լինես իմանաս ինչ անես ոնց անես որ օգուտ լինի քեզ դա իհարկե սրա մեջ մտնում է նաև ինտերնետ եկեղեցի հա կամ համացանցային եկեղեցի սա մի քիչ ուրիշ է որովհետև որոշները ասել որոշ կարծիքներ կար որ ապագան դա է տեղական եկեղեցիները վերածվելու է ինտերնետ եկեղեցիների որ տնից էլ պետք չի դուրս գալ բայց ես երբևիցե չեմ հավատացել դες բանին ինչի որովհետև մարդը սոցիալ էակա նա կարիք ունի շփման նա կարիք ունի ինքը պետք է չդարձնի իր տունը բանդ իր տան մեջ ամեն ինչ պատվիրում է ուտում ատեղ on-line այդտեղ ծառայություն այդտեղ մարդը ուղղակի ծնդի կամ խելագարվի մարդը սոցիալ էակա նա ուզում է շփվի նա ուզում է հանդիպի զրուցի խոսա լսի նորմալ է դրա համար ես որևէ ձև չեմ հավատում որ դա է ապագան ու տարիները անցնում են մենք չենք տենում որ դա համատարած բնույթ ունի իհարկե որոշ ծառայություններ on-line ասենք արցանցի դեպքում արցանցա որովհետև եթե հեռավորությունները ասենք օրինակ մենք Եվրոպայի հովների հետ իհարկե մենք շատ դեպքերում իհարկե մենք ունենք տարվա մեջ մի քանի անգամ ասենք որ ռեալ իրար տենում ենք իրար երես ու շփվում ենք բայց նաև որոշ կամ շատ ժամանակ մենք արցանց ենք դառնում ու դա հիանալի է որ տենց հնարավորություն կա բայց դա չի դառնում կյանքը ցույց է տալու այո երբե չի իհարկե ոչ Ես այս հարցերը ինչի համար գնացինք, մինչև անցնելը մեր արհեստական բանականությանը, որովհետև էլի ինչ որտեղ տեղ սրանք էլ ազդեցություն ունեն եկեղեցու կյանքում ու սա ավելի մի ուրիշ բնույթ է դառնում արհեստական բանականության հետ։ Վերջին հարցս այս մասի հետ կապված գիտական զարգացումը կարող է լինել չարից։ Իհարկե ոչ, մենք ասացինք։ Չարը կամ սատանան որևէ ինքը ստեղծված էակա, ինքը արարիչ չի, որ ինչ-որ բան ստեղծի։ Նրա ուշք ու միտքը, եթե տես կարելի ասել, նրա պլանները մարդկանց իր այդ քաշտա տանի դժոխք ու կրակիլիչ եւ այլն։ Հավիտյան կորուստի մատնի մարդուն, դա է իր նպատակը։ Իր նպատակը չի բարելավել մարդու կյանք, ասենք ավելի զարգացնում, իհարկե ոչ։ Ստեղծի ինչ-որ օգտակար գործիքներ, բայց դրան հետ օգուտ է եւ տեսեք կամ գրավի։ Չէ։ Տեսեք, նույնիսկ ասենք հայտնի ֆիզիկոսները Նյուտոն եւ այլն, իրանք բացահայտել են այն ինչ որ կա։ Իրանք չեն բացահայտել մի բան, որ Աստված չէր ստեղծել, իրանք կոպիտ ասած ստեղծեցին։ Ոչ, իրանք բացահայտում են այն ինչ որ կա։ Այն ինչ որ Աստված արդեն ստեղծել է։
ու դեռ շատ բան կա բացահայտելու, որը որ ավելի արագացնում, ավելի օգուտ է տալի, բայց իհարկե նաև պետքա զգուշանա մարդը, որովհետև այն ամեն ինչը ինչ որ արագացնում է, հենց այդ արագությունն է իր համար խնդրեմ։ Օրինակ, ավտոմեքենան արագացնում է մարդու կյանքը, ավելի արագ դու տեղաշարժվում ես, բայց հենց այդ արագությունը, եթե սխալ տեղաշարժվեցիր, ավտովթար ու դա խնդրեմ է։ Վտանգը կանոններից դուրս։ Այո, դրա համար ամեն ինչը որ օգնում է, դա նաև կարա պետքա զգուշ լինել ուղղակի։ Լավ, արհեստական բանականության հետ կապված արհեստական բանականության օգտագործումը եկեղեցական ծառայությունների մեջ թույլատրելի է։ Էլի նույն տեղն են գալիս։ Իհարկե, այո, թույլատրելի է։ Դա ընդամենը մի քանի տարի հետո մենք էլ չենք այսպես հարց չի լինելու։ Օրինակ այսօր մենք չենք հարց տալի համակարգիչ օգտագործելը թույլատրելի է թե չէ։ Մենք այդպես հարց չկա ուղղակի մեր առօրյայում։ Այսօր շատ մարդիկ այս հարցով տրվում են։ Ահա, որովհետև դա նոր է մտնում։ Դեռ հենց զարգացման ընթացքում է ու մենք ոնց տենում ենք որոշ կազմակերպություններ միլիարդներ են դնում այդ գործի վրա, այսինքն դա նշանակում է դա է ապագան, դա են տենում, որ շատ հարցերում կօգնի։ Դրա համար ինձ թվում է մտնելու է դա կենցաղ, հաստատ, եթե ոչ արդեն մտել է մասամբ, ուղղակի էլի պետք է մենք զգուշ լինենք, որ ճիշտ օգտագործենք։ Նույնն է, ես ոնց հասկանում եմ նույնն է։ Ու պետք չի մենք դրա մեջ տեսնենք արդեն վտանգ, որ հեսա մի քանի տարի հետո մեզ վերացնելու է, մենք էլ ի վիճակի չենք լինելու եւ այդ բաները մենք արդեն էս մեր սերունդի մարդիկ արդեն մի քանի անգամ ապրեցինք արդեն։ Աստին հեսա, էլի նույն բանը կրկնենք, որ բեմերից ինչքան էր քարոզում, որ առանց հեռախոսը դա սխալ է, հեռախոսները ձեռներին, աստվածաշունչ բան, բայց այսօր շատ հովիվներ, եթե ոչ բոլորը, արդեն համակարգչով կամ բանով են գadgetներով։ Այո, այսինքն մենք էլ մեր խոսույթի, մեր կոպիտ անջում մեր ուսմունքների մեջ պետքա զգուշ լինենք։ Ասենք այնց արտահայտություն ոնց որ ժամանակին կար, կրեդիտը դա սատանան է, կամ ասենք ինտերնետը դա կամ հեռուստա պետքա զգուշ լինենք։ Ու իհարկե տեղեր աստվածաշունչում գտնենք, որ զգուշացնում է։ Իհարկե, կամ ասում եմ որ եւ զգուշանալ պետք է։ Ու պետք է իհարկե, բայց որ ասենք կատեգորիկ ձևով ասենք բացառենք դա, պետք է մի քիչ զգուշանանք, որովհետեւ կգա ժամանակ, ով որ բացառում էր, կոպիտ եմ ասում, այն քարոզիչը որ բացառում էր կրեդիտ վերցնելը, մի քանի տարի հետո ինքն է վերցնում կրեդիտը։ Այն ու սենց շարունակ, այն քարոզողը, որ ասում էր, որ դա սատանա է, մի քանի տարի հետո ինքն է դա անում։ Պետք է զգուշ լինենք մենք սենց արտահայտություններից, հասկանանք, որ դա նորմալ զարգացում է, բայց չի նշանակում, որ մենք պետք է այդ զարգացմանը նենց տեղ տանք, որ մենք ինքներս ընկնենք խնդրի մեջ։ Ասենք օրինակ ասեմ, շատ հասարակ օրինակ ասեմ։ Այսօր ասենք մեր տան ամեն ինչը մենք կարանք կամերաներ դնենք մեր տան մեջ ու հետևենք աշխարհի ցանկացած ծայրից։ Ու որոշները դա անում են, բայց պետք է իմանանք, որ հակերները կարան մտնեն ու քո տունը նայեն։ Այսինքն դա էլեմենտար բան է։ Ամեն ինչ ունի իր վտանգավոր կամ հակառակ կողմը։ Այսինքն միջև մի բան անելը կամ միջև մի բան ասելը պետքա զգուշ լինենք, որ անես դուրս չգա, որ մի քանի տարի հետո այդ հարցը տան ասեն, բա դու ասում էիր սենց է։ Այդ ո՞նց է, որ այսա չլինի, ու նաև այդ զգուշությունը, որ այո, մենք օգտագործում ենք, բայց չի նշանակում, օրինակ, համացանց այսօր մտել է ամբողջովին կարելի ասել մեր եկեղեցական կենցաղ, բայց չի նշանակում, որ համացանցն է որոշում ինչ պետքա քարոզվի Կիրակի օրը օրինակի համար եմ ասում։ Իհարկե ոչ։ Այս մասին էսա կխոսամ։ Իհարկե։ Մի բան ասեցիր, ով Արտուր, որ ասենք Նյուտոնը կամ մյուս գիտնականները
հայտնաբերել են այն ինչ որ արդեն կա։ Այո։ Ես կուզենայի այս պահը ուղղակի շեշտեին որ անցնենք առաջ, որ մեր գործի վայրում պետք է մենք անցնենք ինչ որ կուրսեր, քանի որ մեր աշխատանքը կոմպյուտերի հետ է կապված, եւ սովորացնում են, որ հենց արհեստական բանականությունը դա մի ծրագիր է, որը հիմնված է այն ամբողջ նյութի վրա, ինչ որ կա ինտերնետում, ու ինչի մասին որ դու հարցես, այսինքն այնպես չի, որ նա ստեղծա ծրագիրը ստեղծագործում է ինչ որ մի բան։ Ուղղակի օգտվում է աղբյուրներից ավելի արագ, քան թե մարդը մեկ ցանցից մյուսը անցնելով կգտնի ինչ որ իր հարցի պատասխանները։ Սրա հետ կապված խոսքի մասին եղավ հարցը, այլ խոսքի ծառայության դեպքում ինչ վտանգ է, ինչն է վտանգ հանդիսանում, հենց ինքը արհեստական բանականությունը, թե դրա սխալ օգտագործումը։ Վտանգը, եթե խոսքի ծառայության մասին է խոսքը, վտանգը ինչի մեջ է։ Այսինքն վտանգ ասածը, այսինքն մենք պետք է աստվածավայել ձևով ամեն ինչ անենք։ Հա, Բացատրեմ, ինչ նկատի ունեմ։ Համացանցում այսօր շատ հələ արհեստական բանականության հեսա կհասնենք։ Համացանցում շատ քարոզներ կան։ Ու լավ քարոզներ։ Իհարկե վատն էլ կա, բայց լավն էլ կա։ հա, Լինում են քարոզներ, որ մենք լսում ենք, ներշնչվում ենք, այդ գործ անում, ներգործություն ունի մեր կյանքում։ Ու դրանից ներշնչված Կիրակի օրը ես գամ քարոզեմ այդ նույն քարոզը։ հա, Նախ անհասկանալի է լինելու որոշ տեղեր, որտեվ դա իմ քարոզը չի։ հա, Երկրորդը ես փորձելու եմ նմանակեցնեմ ումից որ դա լսել եմ, մարդիկ դա զգալու են։ Այսինքն մի քանի բաներ եմ ես ասում, շատ հասարակ բան, ուզում ինտեր համացանցից։ Առաջներում համացանց չէր, ասենք կասետներ էր, չգիտեմ, վիդեոկասետներ էր, էլի նույնն էր։ Մարդը նմանակացնում է ու իր եկեղեցում կամ եղել են պաշտամունքներ, որ էկրանին դրել են կամ պրոյեկցիայով դրել են ինչ որ մեկը որ քարոզի եկեղեցում իրանք այդ են լսել։ Հա, միգուցե մեկ-երկու անգամ կարելի է այդպես անել կամ որտեվ այդ մարդուն հրավիրելը մի քիչ կարող է ֆինանսապես կամ դժվարություններ լինի։ Բայց այդպես ապրել իհարկե ոչ։ Ուզում եմ ասեմ, ինչ որտեղ լավ է որ մենք ներշնչվում ենք, նայում ենք, մեր աշխարհայացքը կարող է մեր ասենք հոգևոր աչքերով մենք այդ ձև չէինք տենում, ասենք այդ քարոզիչը բացում է այդ ավելի լավ է թեման կամ այդ բանը, բայց մենք ինչ պետք է Աստծո երեսը փնտրենք, որ Աստծուց տված ուղերձը կամ քարոզը մենք մեր եկեղեցիներում քարոզենք։ հա, Նույնը արհեստական բանականությունն է։ Այսինքն եթե ես հիշում եմ ընդամենը 20 քանի տարի առաջ ես ունեի գրքեր, որ Աստվածաշնչի նույն տեղը այդ գրքերում տալիս է, ասենք եթե մի հատ բառ, մի հատ հասկացողություն է, բացում էի առաջի հատոր, երկրորդ հատոր, երրորդ հատոր։ Այսօր դա ուղղակի անիմաստ բան է արդեն, շատ դառել, որտեվ հենց թեկուզ այն բաները, որ մենք ասենք մեր գadgetներում կամ մեր հեռախոսներում ունենք այդ Աստվածաշունչ, արդեն ինքը այդ փնտրում ֆունկցիան ունի արդեն։ Ցանկացած բառ գրում ես Աստվածաշունչում ու ինչքան տեղ կա, արդեն էլ այն նրա կարիքը էլ արդեն չկա։ Նախ արա գանում։ Ու որտեվ դու պետքա բացես, փնտրես ժամանակի կորուստ է։ Համարել դա սխալ կամ սատանա, իհարկե դա շատ սխալ կլինի։ Իսկ արհեստական բանականությունից խոսքի ծառայության հետ կապված ինչ-որ մտքեր վերցնել կամ օգտվել քարոզը կազմելու, որտեղ ասա, ինչ ձևով կարելի է օգտագործել, ինչ խորհուրդ կտաս։ Օգտագործել բառը շատ ճիշտ բառ է։ Օգտագործել։ Ոչ թե ինչ ասում է, այզև բերես անես։ Որտեվ ինքը համացանցից վերցնելու է մի հատ, ասենք մի հատ թեմա ես դու տալիս, համացանցից վերցնելու է այդ թեմայի մի քանի տեսակներ կամ հարյուրավոր այդպես թեմաներ,
նույնիսկ դու կարաս ասես, ասենք, որն է ամենալավը, ինքը ըստ ռևյուների կամ ըստ չգիտեմ ինչի, որոշվում է, որ սա է լավը, ու դա հարաճյուղի պես վերցնես, գազ եկեղեցում դա տաս։ Այսինքն արհեստական բանականությունն է որոշում, մենք ինչ ենք եկեղեցում անելու։ Այս դեպքում Իհարկե իհարկե դա, այսինքն դա միշտ է եղել սխալ։ Ամեն տեղական եկեղեցի ինքն է որոշում, իրանք են որոշել ծառայողները, որ վարդապետությունն է ճիշտ, ոնց անեն, ինչ անեն, ում ձեռնադրեն, այսինքն միշտ էլ դա եղել է, որ իրանք պետք է ազդեցության տակ չընկնեն։ Հա։ Դա միշտ է եղել։ Սուտ մարգարեներից, սուտ ուսուցիչներից եւ այլն, այսինքն բան չի փոխվել։ Հիշեցի Աստվածաշնչում են տեղը, որ որոշ մարդիկ այն գրված է Գործք Առաքելոցում, որ այն Հիսուսի անունով, որին քարոզում էր Պողոսը, մենք հրամայում ենք քեզ դևին դուրս արի։ Այսինքն սա էլ էր նմանակում, մարդը չկա, վերցրել է ինչ որ լսել է Պողոսի քարոզները, Հա։ ու փորձում է նմանակի ինչ որ մի ձեն, բայց դե չի աշխատում։ Այդտեղ դևերն են խոսում։ Հա։ Այդտեղ ոչ, ասենք, հենց դևերն են ասում դու ով ես։ Հա։ Այնան գիտենք, նրան գիտենք, անան լուրջ ծառայողներ են, դու ով ես, Հա։ որ նմանակեցնում ես կամ նույն ձև ուզում ես, ասենք, կախարդական բառեր ոչի դա։ Հա։ Ասենք 3 բառ կրկնում ես, արդեն դևերը լսում են քեզ, իհարկե ոչ։ Այսինքն այդ վտանգը միշտ է եղել։ Հա։ Ուղղակի քանի գնում է, քանի զարգանում է, բայց մենք իմանանք, որ դա զուտ օգտագործման համար է։ Ոչ ավել։ Բարոյականության հետ կապված նույնն է։ Օրինակ այսօր շատ նորմալ ենք ընդունում, որ որոշ ռեստորաններում ռոբոտներ կան, Հա։ որ գալիս են կեղտոտ ափսեները վերցնում, տանում եւ այլն, կամ պատվերը բերում են։ Մեր համար դա արդեն սկզբից էինք մի քանի տարի առաջ էինք ասում, «Ո՞վ ռոբոտ է, այսինքն նորմալ է»։ Որտեվ հասկանում ենք, որ պրոգրամա է դրած, գալիս օգնում ու տանում է։ Հիմա ասենք, արդեն ռեստորաններում մտել է ռոբոտը, ի՞նչ է լինելու մի քանի տարի հետո մեզ են գալու կառավարեն։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Էլ չեմ ասում տան մեջ փոշեկուլները ռոբոտացված, այսինքն ավելի օգնող կենցաղում ավելի օգնող դեր է խաղում, որ դու տունը չես, բայց ինքը տունը լվանում է, հավաքում է, ու դու ես ինտերնետով ասում ես, «Էլ ինչ անի»։ Ես հələ չեմ ասում, որ եթե հեռախոսը հեռույա չի վերցնում, այդ ռոբոտները օգտագործում, որ մարդը հեռախոսը վերցնել, դրա մասին չեմ ասում։ Այսինքն տան լույսեր անջատել, միացնել, այնքան կարա զարգանա, բայց օգտագործել։ Դա բանալի բառ է, օգտագործել։ Այս հարցի հետ կապված նաև կուզենայի հարցնել, կարող է այդ ծրագիրը, արհեստական բանականության ծրագիրը շեղել ծառայողին։ Իհարկե։ Ինտերնետն էլ կարա շեղի, հեռուստատեսությունն էլ կարա շեղի, Այ ոնց է կապը։ հարևանն էլ կարա շեղի, ծառերը կարան շեղեն, ամեն ինչ կարա շեղի մարդուն, ավտոմեքենան կարա շեղի, ամեն ինչ, համերը ամեն ինչ կարա շեղի մարդ։ Մարդը ինքը պետք է գոնե մինիմալ գիտակցություն ունենա, որ ամեն ինչ իր տեղը լինի։ Զուտ օգտագործի այն ինչ որ օրինակ մարդը աշխատավարձ է ստացել, կարա այդ գումարը իրան շեղի։ Իհարկե կարա շեղի։ Հիմա ինչ չաշխատի։ Այսինքն ես մի քիչ պարզեցնում եմ իհարկե, բայց ամեն ինչ կարա շեղի, ամեն ինչ։ Մարդուն 3 հատ լավ բառ ես ասում, գովում ես, արդեն կարա շեղվի։ Ինչի մասին ենք խոսում։ Փառաբանության ծառայության մեջ կարելի է օգտագործել արհեստական բանականության հնարավորությունները։ Իհարկե։ Իհարկե։ Չէ, դա ինձ թվում է դա անխուսափելիորեն մտնելու է եկեղեցու կենցաղ, անխուսափելիորեն, որովհետև դա օգուտ է տալու։ Օրինակ ասեմ, շատ եկեղեցիներ այսօր ունեն ձայնային ռեժիսորի կարիք։ Որ մի հատ հասարակ օրինակ փառաբանությունից էր խոսքը, դից ասեմ։ Օրինակ 20 տարի առաջ մենք որ վերցրեցինք միքսեր, որ ձենը դզում է, անալոգ։ Մեկը պետքա կանգներ, ըստ իր ճաշակի, ըստ իր լսելու աներ։ Ու եթե ուրիշ մարդ է գալի, այն ինչ որ ինքը արդեն արել էր, դզել էր միկրոֆոնները, բան,
ուրիշ ձև ալես։ ուրիշ ձև անում, էլ դու չես կարա հետ դառնաս։ X տարի առաջ, չգիտեմ, 8 տարի առաջ մենք ձեռք բերեցինք դիգիտալ միքսեր, որը որ դու կարողանում ես, օրինակ ես էլ, դու էլ ու մի հոգի էլ 3 հոգի ձենի վրա ամեն կիրակի փոխ ձենն ենք դզում եկեղեցում, փառաբանության։ Ես այն ինչ որ արել եմ, դա իմ անվան տակ առանձին ինքը հիշողության մեջ ունի։ Արդեն կոմպյուտերը մտավ կենցաղ։ Առաջ չկար այդ կոմպյուտերը։ Կամ համակարգիչը, հայերեն ասեմ։ Ահա, մտավ։ Առաջներում կար շատ առանձին, որ ձենը դզի, էսի դզի աղմուկը եւ այլն։ Այսօրվա մեր նոր, ասենք, միքսերը արդեն շատ ֆունկցիաներ ինքը ավտոմատ է անում։ Հա։ Դա մեզ օգնում է։ Էլ պարտադիր չի մարդը մասնագետ լինի։ Շատ խորը մասնագետ լինի։ Խորը մասնագետ նկատի ունեմ 5 տարի կամ 4 տարի սովորած հնչյունային, ասենք, ռեժիսոր լինի կամ հնչյունային օպերատոր լինի։ Պարտադիր չի։ Եթե ապագան է, մի տարի, 2 տարի հետո դուրս գա միքսեր, որը որ դու պրոգրաման դնում ես ոնց որ դու ես ուզում, ինքը առանց մարդու դզելու է ձենը, շատ եկեղեցիների համար դա լավ լուր է։ Ոչ թե վտանգ է։ Ստեփ վտանգ չկա, որ այդ ծառայողը կորցնի իր ծառայությունը։ Դե ամեն դեպքում մարդը այնտեղ պետք է մեկը հսկի, մեկը նայի, իհարկե, բայց միգուցե ինչ-որ ձև բան կա, օրինակ ասեմ։ Ես այնքան եմ սովորիմ ռեալ գիրք Աստվածաշնչին, մոտավորապես, ասենք, եթե թեմա են ասում, մոտավորապես ես հասկանում եմ, որտեղ է դա գրած, որ էջի վրա տեսողական հիշողություն կա։ Դա լավ բան է։ Բայց եթե արհեստական բանականություն ասենք, համակարգիչ ասենք, որ ինքը ես մի հատ բառ կամ մի հատ հասկացություն ինքը մի անգամից գտնում է, վերադառնամ հարցիդ, վտանգ չկա, որ ես կկորցնեմ այդ իմ տեսողական հիշողությունը։ Այո, կա այդ վտանգը։ Հա։ Բայց տեսողական հիշողությունն է կարևոր, թե ես Աստծուն ծառայեմ, ավետարանեմ, աշակերտներ, այսինքն մեր հիմնական գործը ի՞նչն է, ասենք հիշողության բան, ասենք դա էլ է լավ, ու դա ինձանից է կախված, ես ինչ աստիճան եմ դա անում, բայց մեր գլխավոր նպատակը մենք պետք է հետապնդենք, այլ ոչ թե երկրորդական հարցերի մեջ, չնայած հաստատ հիշողությունն էլ է պետք զարգացնել, լեզվի մեջ էլ կամ չգիտեմ գրականության մեջ կամ իհարկե, բայց եթե դա օգնում է, ավելի արագ անում, ինչի չարվի։ Իմիջիալոց փառաբանության մասին խոսացինք, օրինակ եթե արհեստական բանականությունը լավ ձայները տեղն է դնում, առանժիրովկա ասածը։ Օրինակ ինչի չանի, եթե լավ անում է։ Ես չեմ կարծում ամեն եկեղեցում կա տես մի հատ մասնագետ։ Հա։ Ինչի չանի ինքը։ Իսկ այս դեպքում, այսպես ասած, որպեսզի արհեստական բանականությունը, ասենց ասած, չխլի ծառայողի ձեռից իր ծառայությունը։ Կա ասենց սահման, որ ենթադրենք, եթե մենք ունենք մասնագետ, անպայման դա թողենք մասնագետին, բայց եթե չկա, մենակ այդ դեպքում օգտագործենք։ Թե համենայն դեպս օգտվենք ամեն դեպքում։ Օրինակ ասեմ, որը ոչ մի կապ չունի համակարգչի արհեստական բանականության հետ։ Օրինակ կան քարոզողներ, միգուցե ոչ բոլոր եկեղեցիներում, բայց համարյա բոլոր եկեղեցիներում կան քարոզողներ, որ չեն զբաղվում իրանց խոսքը ավելի խորություն տանելու, չեն սերտում Աստվածաշունչը։ Իրանք մի թեմա կամ երկու թեմա են քարոզում։ Տարիներ այդ մարդը երբ քարոզում են, գիտես արդեն ինչից պիտի խոսա, դա ձանձրացնում է մարդկանց։ Դա ինչ է արհեստական բանականությունը խլեց իրանից դա։ Ոչ։ Այսինքն ինքը չի զբաղվում, ինքը չի զարգացնում, Աստծո չի փնտրում։ Դա ավելի դրա հետ է կապված, քան արհեստական բանականությունը գալու է խլի քեզանից քո ծառայությունը։ Եթե ծառայողը, ասենք, հնչյունային օպերատոր է, ինքը չի խորանում դրա մեջ, չի սովորում, գոնե YouTube-ի մակարդակով։ Սիրողականից ցածր հələ ես չի նվիրում ու ասում ենք, վտանգ կա արհեստական բանականությունը կգա կխլի իր ծառայությունը։
Եթե նույնիսկ արհեստական բանականությունը մի 10 տարի էլ մենք չօգտագործենք, նման ծառայողը երկար չի տեղ։ Եթե մեկ ուրիշը ավելի լավ արեց, ինքը դուրս է գալու դերից։ Ուրեմն ասեմ, վտանգը ավելի նրա մեջ է, որ մարդը ծուլություն է ցուցաբերում, չի խորանում, չի սերտում Աստվածաշունչը, ուշադրություն չի դարձնում, որ ճիշտ քարոզի, ճիշտ հնչյունը անի։ Մատ նայ ուրիշ եկեղեցիներում ոնց են դա անում, հետաքրքրվի, սա կարևոր բան է։ Բոլոր ծառայություններում, որ պետք է որ մարդը, ասենց ասած, խորանա իր ծառայության մեջ։ Իհարկե, իհարկե։ Ցանկացած նվեր կամ ցանկացած տաղանդ մարդը պետք է զարգացնի, եթե ունի հաստատ։ Մենք գիտենք, որ բոլորն են ստացել, ասենք նկատի ունեմ այդ բնակավարում։ Նա պետք է զարգացնի դա, այլ ոչ թե ասի դե հա դե մի թեթև տենց ունեմ տաղանդ, ասենք երգում եմ։ Երգելը լավ է, բայց ինքը պետք է հասկանա, այ ոնց անի, որ Սուրբ Հոգու հետ համագործակցի նախ պրոֆեսիոնալ ճիշտ երգի, տեխնիկապես ճիշտ երգի։ Նաև ամենակարևորը տեխնիկապես կարող է մարդը ճիշտ երգի, բայց ներկայություն չունի։ Այ ոնց անի, որ Սուրբ Հոգին գործի։ Այ ոնց անի։ Այդ ոնց են անում։ Ինչ ալուց այդ նույնը կա նաև նույնիսկ տեխնիկական ծառայությունների մեջ։ Բոլորի մեջ է այդ, բոլորի։ Սուրբ Հոգին առաջնորդում է ասենք մեդիա ծառայություն, բոլոր ծառայություն։ Եթե իմ բնակավարում ես Աստուն չեմ սպասում, Աստուն տեղ չեմ տալիս, իմիջայլոց եմ դա անում, ես որևէ արդյունք կգրանցեմ, իհարկե ոչ։ Ու դա միշտ խնդրեմ է եկեղեցիներում, տեղական եկեղեցիներում միշտ դա խնդրեմ է։ Միշտ մենք փնտրում ենք մարդ, որ ավելի նվիրված է դա անում։ Ինչ որտեղ ասում ենք մի քիչ գոնե անտաղանդ լինի, եթե դες կարելի ասել, բայց նվիրված լինի, հավատարիմ լինի։ Սա կարևոր բան է։ Դրա համար միջև արհեստական բանականությունը, որ գա մարդու ձեռից խլի, մարդը ինքը պետք է Աստծո զբաղված լինի։ Այ մարդը երբ որ Աստծո հետ զբաղված է, արհեստական բանականությունը դա միշտ ինքը օգտագործելու է, օգնելու է դա։ Իհարկե, միտեղ էլ զգաց, որ մի քիչ չափ անցավ, կգա չափի մեջ։ Որտեղ արհեստական բանականությունը դա հրեշ չի, որ գալու է մեր ձեռից ամեն ինչ խլի։ Մի քիչ մեր քրիստոնյաների մեջ կա այդ ձևի պատկերացում, որ հեսա։ Ես հիշում եմ նոր ապաշխարել է 90-ականներն էր, չէ 2000, արդեն 2000 թիվներ, 99-2000 Էձևի Ամերիկայից Էձևի կասետներ կար ռուսերեն թարգմանած, որ շտրիխ կոդերը այն վաղ QR կոդ չկար։ Շտրիխ կոդերը դա 666-ն այդի ընդամենը մի կարճ ժամանակ հետո մենք արդեն վերջանալու ամեն ինչ։ Այսինքն ամեն ինչում պետք չի սատանա տեսնել։ Եթե կա զարգացում, մենք կարանք հերքենք այդ զարգացումը, հետ ենք ընկնելու, որի խնդիր ես դրա մեջ քիչ եմ տենում, բայց հետ ենք ընկնելու ուղղակի, չենք օգտագործելու դա։ Բայց կա նաև նախասիրություն, օրինակ բաներ կա, ես անձամբ օրինակ Facebook-ում չկամ։ Բայց որևէ ձևով դա չեմ արգելում, որ եկեղեցին չլինի, ծառայող չլինի։ Սա իմ անձնական բանն է, բայց ոչ թե չկամ, որովհետև դա սատանա է։ Այլ ինձ բան անելու, ավելի խանգարելու է ավելի որևէ լավ բան, որ ես չեմ տենում, բայց ինչի՞ չէ, միգուցե X տարի հետո կամ X ժամանակ հետո ուրիշ ձև լինի։ Քանի խոսում ենք փառաբանության ծառայության մասին, մի sense հարց էլ օրինակ մարդը ինչքան կարող ավելի խորը գնա արհեստական բանականության հետ sense ասած համագործակցելու մեջ կամ օգտագործելու մեջ, չէ՞ փառաբանությունը ինքը իրանով ամենակարևոր բանալի ծառայություններից է, որպեսզի չկորցնի Սուրբ Հոգու առաջնորդությունը, դա լինի խոսքեր գրելը, դա լինի երաժշտություն գրելը, դա լինի երաժշտական ձևավորում եւ այլն, էլի, որտեղ ոսկե միջինը, որ մարդը պահի ու նման, ինչպես խոսքի ծառայությունը, նման կարևոր ծառայություններում շատ չմտնի ներս։ Դե մարդը ես ասի պետք է ինքը հարգի ինքը իրան, հարգի Աստծուն, հասկանա, որ նման բաները չի արվում ամբողջությամբ համակարգչի միջոցով,
Օրինակ մարդը կարա եկեղեցում ծառայողը պատասխանատուն կարա նույնիսկ հլարեստական բանականությունն չէ համակարգչի մեջ գրի լավ փառաբանության երգ։ Ու մի հատ երգը բերի, այն ինչ որ կա, այն եղածների մեջ բանանի ու մեր եկեղեցում երգում ենք մենք դա։ Մենք հաճախ սկի չենք էլ ճանաչում դրա հեղինակին, այդ երգի կոմպոզիտորին, ով առանջիրով կար է, մենք սկի չենք էլ ճանաչում։ Մեր դուրը գալիս է մի հատ երգ, մենք երգում ենք։ Հիմա այսօր արհեստական բանականությունը դու տալիս ես պատվեր, որ լավ փառաբանության երգ մի հատ արա։ Այսինքն ինքը կարա եղածները միքսանի, չկա տենց երգ կամ չկա տենց երկող։ Ինքը երկողներից էլ միքսանի ու մի հատ փառաբանության երգ սարքի։ Մեր համար լուսակալի նույնն է։ Մենք նայում ենք այդ երգը մեր սրտին հարազատ է, մենք դրանով երկրպագելու ենք Տիրոջը։ Եթե տեսեք ինչ եմ ասում, ես հենց այսպես շատ նեյտրալ եմ ասում։ Եթե բառերը լավն են, խորն են, եթե դա մարդու կյանք է փոխում, Աստծունափառաբանում իհարկե, միանշանակ, առաջի հերթին։ Ասենք ես չեմ տենում այդտեղ որևէ խնդրեմ։ Իհարկե, լավ է, որ ամեն եկեղեցում լինեն մարդիկ, ովքեր որ գրում են, ովքեր որ ապրել են, Սուրբ Հոգուց է գալի դա։ Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ բոլոր եկեղեցիներում կան դες։ Անես չի որ բոլոր եկեղեցիներում միջև արհեստական բանականությունը մարդիկ երգեր են գրել, մի արհեստական բանականություն եկավ լրիվ վերցեց իր ձեռը։ Իհարկե ոչ։ Մեր հիմնական երգացանկը ուրիշ եկեղեցիներից, ուրիշ մարդկանցից գրված մեծամասնությամբ էլ հիմնված սաղմոսներից, ասենք կտորներ վերցնելով Աստվածաշնչից։ Okay։ Հիմա եթե արհեստական բանականությունը այդտեղ օգնում է, մանավանդ երգը ճիշտ դնել, բառերը ճիշտ դնել, այդ հարցում օգնում է նա, լավ է օգտագործվի դա, հաստատ։ Բայց եթե մենք անցնենք ամբողջովին տանք, որ ինքը երգը գրի, երգը երգվի եւ այլն, էլ դե չեմ ասում, եթե Կիրակի օրը մենք ուղղակի կոմպյուտերը միացնենք, երգի խորը երգի։ Հա, դա մենք սկինենց էլ չենք անում։ Մենք չենք վերցնում ինչ որ եկեղեցու, բան, եկեղեցու ծառայողներն են դա անում։ Իհարկե ոչ միշտ է դա պրոֆեսիոնալ, ոչ միշտ է դա ճիշտ, բայց մենք ենք դա անում։ Ես իմ ձայնով եմ երգում։ Մեր եկեղեցին ինչ հնարավորություն ունի փառաբանությունում այն եղած մարդկանցից իրանք են փառաբանության մեջ։ Ու իհարկե կան եկեղեցիներ, որ ավելի ճիշտ են դա անում, ավելի օծված են դա անում։ Բայց դա մերն է։ Ուրիշ ձև չկա։ Սա այո, բայց եթե այդ ընթացքում կամ այդ մեր առօրյայում եթե արհեստական բանականությունը կամ ինչ-որ մի բան մեզ օգնում է, իհարկե պետք է օգտագործենք։ Բայց մենք էլ ենք հասկանում այդ սահմանը, օրինակ, եկեղեցում քարոզողներից մեկը չի ասում, չի էլ խաբում, բայց չի էլ ասում, տեղյակ չի պահում, ինքը միշտ արհեստական բանականության քարոզներն է գալի քարոզում։ Դե վաղ թե ուշ մենք հասկանալու ենք դա, որ դա իրանը չի։ Ընդհանրապես մարդը որ քարոզում է, դու լսում ես հասկանում ես, չէ՞, դա իր ակումբներից է գալի։ Որ փոքր երեխան մեծ մարդու գլխակ է դրել ու մեծ մարդու կոշիկները հագել գալիս է ինչ-որ մի բան անում։ Դու քեզ չի նախազգուշացրել, բայց դու խո տենում ես որ տենց է։ Չէ՞։ Այսինքն երբ որ մարդը իրանից մեծ բաներ է խոսում, մենք հասկանում ենք, որ ինքը այդքան չկա։ Այդ իր հակով չի այդ քարոզը։ Այդ իր թեման չի։ Այսինքն մենք հասկանալու ենք, որ դա ճիշտ չի։ Չի համապատասխանում։ Նույնը ամեն տեղ այնց թվում է։ Այսինքն իհարկե պետք է օգտագործենք, բայց պետք չի ամբողջովին վերցնել տպավորություն թողելու համար ինչ-որ բաներ անել։ Նա կորցնելու է ծառայությունը։ Միևնույնն է, ասենք նույնիսկ խոսքի ծառայության մեջ ինչ էլ խոսեց մարդը, կարող է շատ խորը մտքեր ասի, բայց եթե Սուրբ Հոգին չգործեց, եկեղեցում քարոզի ընթացքում չգործեց, դրանք լինելու են զուտ բառեր, անջած բառեր, այսինքն մանավանդ հիմա եթե շատերը արդեն համակարգչում տեսնում են քարոզներ, փառաբանություններ, ասենք եթե մենք կոպիա անենք ու մեր մոտ անենք քարոզները, եթե քարոզները ասեն,
Մի անգամ մեկ երկուս մարդիկ էլ են իմանալու որ դա ինչ որ ուրիշի քարոզը վերսեց քարոզեց դա որևէ ոչ ազդեցություն ունենալու որևէ գործ չի անելու դա մի բանա որ Աստված չի սիրում էտի Աստված միշտ սիրում անկեղծություն ու ճիշտ ասենք հայտնության հիման վրա Աստծուց ստացածի վրա Աստծու ներշնչած կամ ներգործության հետևանքով որ բաները Աստված ուզում կամ ակնկալում այլ ոչ թե նման բաներ Իմիջիալից կուզեի ասել որ մի երգ կա որ մենք երգում ենք ու հետո ես ինտերնետում տեսա որ այդ երգը գրողի որդին որ հիմա քրիստոնյա է շատ գեղեցիկ այդ երգը ձևավորված է բառերով եւ այլն բայց այդ երգը երաժշտությունը այդ մարդը գրել է 80-ական թվականներին մեծ հավանականությամբ որ ինքը քրիստոնյա չի սա եղել է ուղղակի ինչ որ մեծ երաժշտություն որի վրա գրվել են բառեր 80-ական թվականում սովետական միության եւ այլն այսինքն որ ասցի որ մենք չենք իմանում որտեղից է գալի ով է գրել այդ երգը ես հիշեցի ակամա այդ պատմությունը ես զարմացա որ մեզ թվում է թե սա քրիստոնեական երգ է ինչ որ հիթ ամենք երգում ենք բայց շատ հին եթե միջև 90-ականները այսինքն սովետի ժամանակվա 70-ականներ բան ասենք նույնիսկ մի քիչ առաջ 60-ականների իհարկե բան ա եղել ասենք թաքուն ա եղել բան բայց եղել է ասենք եթե մենք երգարանները նայենք ինչ երգեր ա ու ուղղակի նայենք սովետական ֆիլմերի երգերը մի երգեր պլյուս մինուս այսինքն այդ ժամանակ ինչն ա եղել ավելի պոպուլյար ավելի ազդեցիկ այդ ոճով էլ արել են ու ասեմ միշտ է տենց եղել 100 տարի հետ գնանք 300 տարի հետ գնանք միշտ ինչը ասենք եղել է ավելի ազդեցիկ ինչ եղել է ավելի այսօրվա մոդա ասածը բայց մոդա այդքան նկատի չունեմ ինչքան այսօրվա երաժշտությունը այտենց ա եղել երգերը մենք երբևիցե չենք երգում առաջի դարի երգեր իմաստը նույնիսկ հիմի 90-ականի երգերն են արդեն դուրս գալի իհարկե մեջները կա շատ լավ երգեր լավ սաղմոսներ մենք դա երգում ենք միջև հիմա մենք չենք նայում էտի որ թվի է բայց միշտ կա նորը այսօրվա երիտասարդների նորը ու մենք գտնում ենք դեպի նորը ու պետք է գնանք դեպի նորը չմոռանալով նաև հինը բայց հնից այն երգերը որ ազդեցություն ա թողում որ ասենք իրոք մարդիկ օրհնվում են կարճ կուզենայի անդրադառնանք Կիրակնորիա դպրոցին այ խոսեցինք խոսքի ծառայության փառաբանության ոչ պակաս կարևոր ծառայություն է Իրանից ներկայացնում նաև Կիրակնորիա դպրոցի ծառայությունը այս ինչ կետեր որ մենք նշեցինք վտանգները օգուտը եւ այլն կարանք սա վերագրենք Կիրակնորիա դպրոցի ծառայությանը Իսկ նույնն նույնն թե տարբերություններ կան չեմ կարծում տարբերություններ կա օրինակ եթե Կիրակնորիա դպրոցի ժամանակ ավելի իլյուստրացիայի համար մուլտիկներ են միացնում քրիստոնեական կամ ասենք համացանցից վերցնում են նկարներ ցույց են տալ երեխեքին բացատրում են դա միայն լավ է դա նման բան չանելը ավելի վատ է որտեղ երեխեն միշտ պատկերավոր է ուզում տենա ընդհանրապես մեզն էլ է տենց ուզում տենա այսօր մեր էկրաններին եթե եկեղեցին ունի այդպես հնարավորություն որոշ քարոզներ եթե լինում է ավելի պատկերավոր ցույց ես տալի բացատրում ես դա ավելի ազդեցություն է թողում դա ավելի հիշողության մեջ մնում է նույնը Կիրակնորիա դպրոցն է օրինակ ժամանակներ կար 30-40 տարի առաջ եթե միգուցե մի քիչ էլ քիչ որ Կիրակնորիա դպրոց հասկացողությունը որոշ եկեղեցիներում չի եղել իսկ ինչ է նշանակում Կիրակնորիա դպրոց այսօր կա Կիրակնորիա դպրոց ու այդտեղ էլ նույն ձև ով որ ծառայում է ինքը պետք է Աստծուց առաջնորդվի Աստծունը տա ներկայություն է պետք երեխեքի նույն ծառայություններն է բայց օգտագործել համակարգիչ բանականություն որոշակի բաների մեջ այո իհարկե ավելի զարգացնելու ավելի պատկերավոր ավելի դա ողջունելի է այսպեսի մի հարց ինչպես պիտի արձագանքի քրիստոնյան
հոգևոր դաշտում հանդիպելով արհեստական բանականության միջոցով պատրաստված նյութերի։ Դա լինի քարոզ, թե երգ, թե Պետք է շատ զգուշ լինի։ Նախ մենք զգում ենք կամ տենում ենք դա։ Մի ձևի այդքան ոնց որ ռեալ չլինի դա։ հա, Այո, օրինակ լինում են, ով որ ուզում է, այսինքն ով ինչ ուզում է անի, օրինակ հանրայդ, օրինակ ասեմ, հանրայդ Բիլի Գրեմին արհեստական բանականության միջոցով ինչ քարոզային ուզում որ քարոզվի, աուդիո այտենց քարոզ կա, ինքը սարքում է որ Բիլի Գրեմն է դա քարոզում։ նայ, Այստեղ պետք է մենք զգուշ լինենք։ Մարդը նայում ասում է Բիլի Գրեմն էր քարոզում։ հա, Այս ունես բաներ, ասենք, չգիտեմ, եսի ինչին դեմ կամ չգիտեմ։ Դու բաներ, որ Բիլի Գրեմի ժամանակներում ակտուալ չի եղել ու չի էլ եղել։ Ինքը ձև քարոզ չի արել, իր ուսմունքի մեջ վարտապետության մեջ չի եղել։ Այսպես բաներից պետք է զուշ լինենք։ Հա, Իմ նույն կամ քո նույն ձևով կարամ նույն ինտոնացիայով, նույն ձայնով կարող քարոզ դնեն, հատված ցույց տան, ասեն տես ինչ էր ասում հովը։ Այստեղ պետք է զուշ լինենք։ հա, Այ դա կարա լինի, եթե այսօր արհեստական բանականությամբ սարքած տենց կլիպ ասենք, վիդեոն ասենք, դեռ երևում է, որ ոնց որ թե մուլտիկի նման է կամ շատ սիրուն է, շատ sense է։ X տարի հետո կարող է դա այնքան նման լինի, հա, որ ընդհանրապես չտարբերես։ հիմա էլ կա։ Հա։ Ինչ-որ Քրիստոսը այն ժամանակ, Հիսուս Քրիստոսը այն ժամանակ ասեց, շատ Քրիստոսներ կգան, բայց չհավատաք։ Այսինքն հլտես բաներ չի եղել, նա նախորդ զուշացրել է։ Որտեվ նման Քրիստոսին շատերն են եկել ու դեռ գալու են։ հա, Որ իրանց ծուր վարդա, ասենք մարդիկ չեն ուզում Քրիստոսի նման գան։ Որ ծուր իրանց բաներն ասեն, մարդկանց շեղ են, չէ՞։ Ամեն նույնը ստեղ է, պետք է մենք զուշ լինենք, ինչ ենք լսում ու չտարածենք մեր օրինակ շատ լինում է իրա, ասենք, միամիտ ձևով, էլի, ասենք, ոչ թե հատուկ նավատ։ հա, Միամիտ ձևով նայում ասում է, այս ինչ քարոզ էր, բոլորին ուղարկում է եկեղեցու։ Ու բոլորը նայում են, սկսում է դիսկուրս, այդ պետք է զուշ լինենք։ Իմ վերջին հարցը, որքանով կարելի է վստահել արհեստական բանականությանը։ Այնքանով, ինչքանով նա օգնում է տվյալ պարագայում, տվյալ դեպքում, որպեսզի այդ ծառայությունը ավելի էֆեկտիվ լինի, ավելի արագ լինի։ Ու եթե չկան մարդիկ, որ տեղը լարացնի, ուղղակի։ Ոնց որ ասենք ձայնի կամ ոնց որ ասենք, չգիտեմ, փնտրման եւ այլն եւ այլն։ Նկար, օրինակ ես ուզում եմ մի բան, այդ նկարն է սարքում, օրինակ, մի հատ օրինակ էլ ասեմ ես։ Օրինակ մենք ունենք էկրան, օրինակ լավ նկար ենք փնտրել ու ճարել, այդ նկարը մենք ուզում ենք մեր էկրանի հակով լինի, չափսով լինի։ Մեր համար դա լուրջ մասնագիտական գործ է։ Արհեստական բանականություն ասում ենք մի անգամից սարքում։ Դա ինչ վատ է։ Այո, այո։ Մենք գումարներ պետքա ծախսեինք, որ տանք Մասնագետների, մասնագետը, իսկ արհեստական բանականությունը մի անգամից անում է։ Այսինքն դա միայն ողջունելի է։ Եթե ճիշտ շատ զգուշ օգտագործում ես, դա միայն ողջունելի է։ Իսկ հոգևոր հարցերում կարելի է հիմնվել կամ վստահել Հոգևոր հարցը ասելով ինչ նկատի ունենք, վարդապետություն։ հա, վարդապետական։ Ոչ, իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Որովհետև համացանցում ինչքան դենոմինացիաներ կա, ինչքան արհեստական բանականությունը ինչ է ասելու։ Մենք չես կարա ասես այն արհեստական բանականությունն ասում է սա է ճիշտը։ Ես այդ նկատի եմ, ենթադրենք մարդը փնտրում է ծննդոց 6-րդ գլխի 2-րդ տեղը, արհեստական բանականությանը հարց է տալիս, այ ինչ Որն է ճիշտ բացատրությունը։ որն է ճիշտ բացատրությունը։ Իհարկե ոչ։ Ու չի, հա։ Դա ոչ։ Ուրիշ բան է դու տեսնես ինչ կա, ոնց է բացատրում։ Ինչպիսի տեսակետներ։ Բայց եթե դու տեղյակ չես, եթե դու աստվածաբանությունից մի քիչ հեռու ես, դու հալաջուղի պես տես բաները վերցնես, դա շատ ուրիշ տեղեր է տանելու։ Ընդհանրապես եկեղեցիներում հիմնական պատասխանատուն գիտենք հովիվն է, վարդապետական հարցերի ու եկեղեցում
ցանկացած մարդ եթե մի թեթև ուրիշ կարծիք ունի, պետք է հասկանա, որ պատասխանատուն հովիվն է ու պետք է ամեն ինչ բերի, որ միասնություն լինի։ Ամենայն դեպս հովիվին դիմի, Այո, հարցերը բարձր համար ոչ թե։ Այս վերջերս երևի մի երկու օր առաջ, մի երկու շաբաթ առաջ իմ ընկեր հովիվի հետ գնացինք ստեղ Բելգիայի դեղատուն։ Ինքը մեր երկրից չէր, ուրիշ երկրից էր եկել։ Ինչ անում դեղատուն այսօր Բելգիայում, համարյա բոլոր դեղատներում։ Ասենք մի հատ դեղ ես ասում, ինքը կոմպյուտերով դեղը գրում է, մեզ փոքր տեղ կա, այդ դեղը գալիս է։ Այսինքն այդ պատի հետևը մի ամբողջ համակարգ է ու կոպիտ ասած արհեստական բանականությունը կամ պրոգրաման դրանով զբաղվում է։ Առաջներում ոնց էր կամ որոշ երկրներում ոնց է։ Ինքը պետքա գնա, աստիճանը դնի, մի հատ ման գա։ Ընդամենը մի 20 տարի առաջ, դες արդեն 28 տարի է Բելգիայում եմ, ժամանակներ ես հիշում եմ, որ գնում ման էին գալի։ Որտեղ են դրել, գոլեգային էր հարցնում, այսօր դա բացառվում է արդեն։ Ինքը ուղակի քո հետ կանգնած համակարգչում գրում է, իր կողմն է այդ։ Ասես փոքր ակոշկա է։ Եկավ այդ դեղը տալիս է քեզ։ Ամենայն դեպս օգնող իր նպատակ ունի ամեն զարգացում, ամեն գիտական զարգացում մարդու կյանքում։ Շնորհակալ ենք, որ այսօր կարողացանք մենք փոխանցել որոշ մտքեր այս թեմայի հետ կապված։ Հետևեք մեր ծրագրերին, գրանցվեք մեր YouTube-յան էջին, ուղարկեք ձեր հարցերը, որոնց մասին կուզենաք, որպեսզի կազմակերպվեն նոր հաղորդումներ, եղեք օրհնված, կհանդիպեք հաջորդ անգամ։ Տերորդն